Ամերիկայում շատդաունի սպառնալիքը օրակարգում է, որոնք են ԱՄՆ-ի հետագա քայլերը եւ ինչ է առհասարակ իրենից ներկայացնում այս երևույթը, որի մասին խոսում է ամբողջ ԱՄՆ-ն։ Թարմացումներ կան միգրանտներին ամենաշատը հուզող խնդիրներից մեկի վերաբերյալ, իսկ ավելի կոնկրետ ծննդյան վայրով քաղաքացիություն ստանալու օրենքի վերաբերյալ։ Նյու Յորքում վատ համբավ ունեցող այս գործակալը վերադարձել է ծառայության չավարտված քննության ֆոնին։ Ինչ է տեղի ունեցել։ Թրամփը սպառնում է 100% մաքսատուրքով հարվածել արտասահմանյան ֆիլմերին, ով կտուժի ամենաշատը։ Շիկագոյի Լուի Վիտոնի խանութի վրա հարձակումն ավարտվել է մահվան ելքով, թե ինչ է տեղի ունեցել, կպատմեմ հաջորդիվ։ Սպիտակ տան ոսկեզոծ դեկորները նոր սկանդալի թեմա են դարձել։ Ոսկի թե ոսկեզոծ, կիմանաք հաղորդման ընթացքում։ One Big Beautiful Bill-ը խորացրել է կուսակցական բաժանումները։ Մի նահանգում պայքարում են միլիարդավոր դեֆիցիտների դեմ, մյուսները լուր աջակցում են Թրամփի նախաձեռնությանը։ Փորձագետները զգուշացնում են, մինչև 10 միլիոն ամերիկացի կարող է մնալ առանց առողջապահական ապահովագրության։ Ի վերջո, ինչի կհանգեցնի նոր օրինագիծը, կիմանաք դիտելով հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին, ես Ալադավթյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Չմոռանաք լայքել տեսանյութը և մեկնաբանություններում գրել, որտեղից եք հետևում մեզ։ Այս պարզ քայլերը օգնում են YouTube-ի ալգորիթմին ավելի շատ հայերի ցուցադրել այս տեսանյութը։ Իսկ մենք անցնենք այսօրվա թեմաներին։ Հաղորդումը սկսենք այս շաբաթվա ամենակննարկվող թեմայից։ Ամերիկայի կառավարությունը կանգնած է շատդաունի սպառնալիքի առաջ։ Կառավարական աշխատակցի դադարեցման ժամկետին մնացել են ժամեր։ Սպիտակ տանը կայացած հանդիպումը, որտեղ նախագահը փորձել է համաձայնության գալ կոնգրեսի ղեկավարների հետ, անարդյունք է եղել։ Եթե մինչև երեքշաբթի գիշերը ֆինանսավորման մասին օրենքը չընդունվի եւ չստորագրվի, դաշնային բազմաթիվ հաստատություններ ժամանակավորապես կփակվեն։ Իսկ առաջնային ոլորտների աշխատողները ստիպված կլինեն անցնել անվճար արձակուրդի։ Բանակցությունները մտել են փակուղի։ Դեմոկրատները պահանջում են փաթեթում ներառել բժշկական օգնության ծրագրերի երկարաձգում, օգտվելով իրենց ունեցած սահմանափակ հնարավորություններից։ Միևնույն ժամանակ հանրապետականները դեմ են զիջումներին եւ պնդում են պահպանել գործող ֆինանսավորման մակարդակը, հակառակ կողմին մեղադրելով շատդաունի համար պայմաններ ստեղծելու մեջ։ Քաղաքական հակասությունները ավելի են սրվել հրապարակային հայտարարություններից հետո։ Դեմոկրատական ճամբարի ներկայացուցիչները խոստովանում են, որ լուրջ տարաձայնություններ կան, իսկ հանրապետականները համոզված են, որ իրավիճակի պատասխանատվությունը ընդդիմախոսներինն է։ Այս պահին երկրում խորանում է անորոշությունը։ Շատդաունի դեպքում կփակվեն դաշնային ծառայությունների լայն շրջանակներ, որոնք կբերեն տնտեսական ու սոցիալական լուրջ հետևանքների։ Թարմացումներ կան միգրանտներին ամենաշատ հուզող խնդիրներից մեկի վերաբերյալ։ Այսպիսով, ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է Գերագույն դատարան, պահանջելով հաստատել նախագահ Թրամփի հրամանի օրինականությունը, որը սահմանափակում է ծննդյան իրավունքի հիման վրա քաղաքացիության ստացումը։ Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ դատարանը, որտեղ պահպանողականները ունեն 6-ից 3 առավելություն, որոշել էր, որ դաշնային դատավորները չեն կարող ամբողջ երկրում արգելափակել հրամանի կիրառումը։ Սակայն հարցը արդյոք հրամանը համատեղելի է Սահմանադրության 14-րդ փոփոխության հետ, այդ ժամանակ դեռ չէր քննարկվել։ Նոր փաստաթղթերում արդարադատության նախարարության պնդմամբ ստորինակյանների որոշմամբ ապօրինաբար քաղաքացիության արտոնություն են տրվում 100 հազարավոր անհուսալի անձանց, ինչը վնասում է սահմանային անվտանգությանը։ Այժմ Գերագույն դատարանը պետք է որոշի, թե արդյոք Թրամփի նախաձեռնությունը համապատասխանում է 14-րդ փոփոխության ավանդական մեկնաբանությանը, թե ոչ։ Նյու Յորքում լայն արձագանք ստացած միջադեպի հերոսը, այսի աշխատակիցը, որը տեսախցիկի առջև գետնի ներգցել մի կնոջ, վերադարձել է ծառայության։ CBS News-ի հայտնել են, որ որոշումն ընդունվել է նախնական քննությունից հետո։ Որոշումը համարվել է շրջադարձային, քանի որ ընդամենը օրեր առաջ ներքին անվտանգության նախարարությունը հրապարակավ դատապարտել էր տեղի ունեցածն այն անվանելով անընդունելի։ Այս հայտարարությունից հետո աշխատակիցը ժամանակավորապես հեռացվել էր ծառայությունից։ Կատարվածը բուռն քննարկում է ստացել սոցիալական ցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ներգաղթի դատարանում գործակալը բախվում Էկվադորից եկած կնոջ հետ։ Մինչ օրս անհայտ է, թե ինչ փուլում է պաշտոնական քննությունը եւ ինչու է աշխատակիցը այսքան արագ վերադարձել ծառայության։
Այովայի կրթության խորհուրդը նահանգի ամենախոշոր դպրոցական շրջանի ղեկավարին զրկել է լիցենզիայից։ Դաշնային գործակալները նրան ձերբակալել էին, կասկածելով անօրինական ներգաղթի մեջ։ Կրթության խորհրդի նամակում նշվում է Ռոբերտսը օրինական կացության իրավունք չունի, ինչը անթույլատրելի է դարձնում նրա ներգրավվածությունը կրթական համակարգում։ Այսի տվյալներով 54-ամյա Ռոբերտսը ԱՄՆ էր տեղափոխվել 1999-ին ուսանողական վիզայով եւ 2024-ի մայիսին դատարանի որոշմամբ ենթարկվել էր արտաքսման։ Տղամարդու մոտ հայտնաբերվել էր լիցքավորված ատրճանակ, որսորդական դանակ եւ մոտ $3000 համարժեք կանխիկ գուվար։ Դպրոցական շրջանի ղեկավարությունը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Ռոբերտսի ներգաղթի հետ կապված խնդիրներին։ Նրանց խոսքով նա 2023-ին աշխատանքի ընդունվելիս ձևաթուղթ է ստորագրել, հաստատելով իր աշխատելու իրավունքը։ Մինչդեռ ստուգումները ներառել են Դաշնային քննչական բյուրոյի եւ նահանգային ոստիկանության տվյալները։ Սպիտակ տունը ներկայացրել է Գազայի հակամարտությունը կանգնեցնելու Թրամփի 20 կետանոց ծրագիրը։ Այն նախատեսում է անմիջապես դադարեցնել մարտերը, դուրս բերել իսրայելական զորքերը եւ 72 ժամում ազատել բոլոր գերեվարվածներին, այդ թվում 250 ցմահ դատապարտյալների եւ շուրջ 1700 կալանավորի։ Ծրագիրը առաջարկում է Գազայի ժամանակավոր կառավարումը հանձնել տեղացի միջազգային մասնագետներից կազմված քաղաքական կոմիտեին միջազգային խաղաղության խորհրդի վերահսկողությամբ, որը կղեկավարի Թրամփը։ Այն նաև զենքը վայր դնողներին խոստանում է ամնիստիա եւ երաշխավորում անվտանգ ելք ու մուտք։ Փաստաթուղթը արգելում է բռնի տեղահանությունը, բացառում է Գազայում Համասի կողմից կառավարության գալը եւ պարտադրում է ոչնչացնել ռազմական ենթակառուցվածքը։ Իսրայելին արգելվում է Գազայի անեքսիան, սակայն ծրագրի ընդունման պայմաններն ու միջազգային արձագանքը դեռևս մնում են անորոշ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է սահմանել 100% մաքսատուրք բոլոր այն ֆիլմերի համար, որոնք արտադրվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Նրա խոսքով ամերիկյան կինոարդյունաբերությունը գողացվել է այն երկրների կողմից, ինչպես կոնֆետ են գողանում երեխաներից, իսկ ամենաշատը տուժել է Կալիֆոռնիան, ինչպես Թրամփն է նշել իր թույլ եւ անկարող նահանգապետով։ Թրամփը շեշտել է, որ այս քայլով վերջ կտա երկար տարիներ շարունակվող խնդրին եւ կվերադարձնի կինոարտադրությունը Միացյալ Նահանգներ։ Տուգանքը շրջանառության մեջ դրվելուց հետո կտրուկ կփոխվի համաշխարհային կինոշուկայի հավասարակշռությունը, ստեղծելով առավելություն ամերիկյան արտադրանքի համար, բայց միևնույն ժամանակ այն կառաջացնի լուրջ լարվածություն Հոլիվուդի միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ում ընդունված նոր օրենքը One Big Beautiful Bill-ը մեծ աղմուկի առարկա է դարձել, հատկապես առողջապահության եւ սոցիալական կարիքների ոլորտներում։ Օրենսդրությունը նախատեսում է, որ մի շարք նահանգներ պետք է կատարեն լրացուցիչ ծախսեր ֆինանսական դեֆիցիտները փակելու համար։ Կան նաեւ վտանգ, որ հարկերի նվազեցումը կհանգեցնեն եկամուտների կորստին, իսկ Medicaid-ի եւ սննդային օգնության ծրագրերի նոր պահանջները ծանր բեռ կդառնան նահանգների համար։ Օրինակ, Կոլորադոն հատուկ նիստ է կանչել $783 միլիոն պակասորդը լրացնելու համար։ Օրեգոնում էլ քննարկում են ինչպես պաշտպանվել օրենքի նոր դրույթներից, իսկ Կալիֆոռնիան արդեն տրամադրել է $255 միլիոն սպասվող փոփոխությունների ազդեցությունը մեղմելու համար։ Իսկ հանրապետական ղեկավարությամբ նահանգները շատ ավելի հանդարտ են արձագանքում։ Նրանցից շատերը դեռ քայլեր չեն ձեռնարկում, քանի որ համաձայն են Թրամփի վարչակազմի փոփոխությունների։ Այս լրությունը ցույց է տալիս, որ օրենքը խորացնում է կուսակցական բաժանումը, դեմոկրատ նահանգները զգուշացնում են, իսկ հանրապետականները հիմնականում աջակցում են։ Այսպիսով Թրամփի նոր մեծ փաթեթը տարբեր տեսակի արձագանքներ է ստանում նահանգներում, սակայն ամենամեծ հարցը դեռ մնում է բաց։ Ինչ ազդեցություն կունենա այս օրենքը միլիոնավոր ամերիկացիների առողջության եւ ապագայի վրա։ Որոշ մասնագետներ կանխատեսում են, որ մոտ 10 միլիոն մարդ կմնա առանց առողջապահական ապահովագրության։ Եթե ծրագրերը մինչև 2026-27 թվականներ ուժի մեջ մտնեն, շատ նահանգներ ստիպված կլինեն կանգնել ընտրության առջև, կամ ֆինանսական ծանրաբեռնվածություն, կամ ծառայությունների կրճատում։ Վաղ թե ուշ օրենքի այս փոփոխականները կանդրադառնան միլիոնավոր մարդկանց առողջության եւ կյանքի վրա։ Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ Թրամփը ճկուն ղեկավար է եւ կախված պահից շատ հաճախ փոխում է իր որոշումները։ Կալիֆոռնիայում անսովոր միջադեպ է տեղի ունեցել։ Ոստիկանները կանգնեցրել են Waymo ընկերության ինքնավար տաքսին արգելված շրջադարձ կատարելու համար։ Քանի որ վղեկին վարորդ չկար, իրավապահները հայտնվել են տարօրինակ իրավիճակում։
Նրանք փորձել են կազմել արձանագրություն, բայց պարզվել է, որ գործող ձևաթղթերում ռոբոտ վարորդ հասկացություն պարզապես չկա։ Արդյունքում ոստիկանները միայն հաղորդել են միջադեպի մասին ընկերությանը, որն էլ խոստացել է ուսումնասիրել կատարվածը։ Նահանգում արդեն քննարկում են նոր օրենքներ, որոնք թույլ կտան տուգանել ոչ թե վարորդին, այլ անմիջապես ընկերությանը։ Սակայն մինչ օրենքի ընդունումը նման խախտումները շարունակվում են մնալ իրավական անորոշության դաշտում։ Ավազակների խումբը բեռնատարով ներխուժել է Չիկագոյում գտնվող Լուի Վիտոնի խանութ եւ հափշտակել թանկարժեք իրեր։ Փախուստի ժամանակ նրանց մեքենաներից մեկը բախվել է Honda CR-V-ին, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ Ոստիկանության փոխանցմամբ կասկածյալները բեռնատարով կոտրել են խանութի ապակյա մուտքը եւ ներս մտել, վերցրել գողոնը, ապա նստել իրենց սպասող մեքենան ու հեռացել։ Սակայն փախուստի ընթացքում Kia Stinger-ը բախվել է Honda-ին, ինչի հետևանքով, ինչպես արդեն նշեցի, վարորդը մահացել է։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Վթարի հետևանքով Kia-ի 5 ուղևորներ թեթև վնասվածքներ են ստացել։ Կասկածյալներից 4-ը փախուստի են դիմել, որից 2-ին հաջողվել է ձերբակալել։ Ոստիկանները մեքենայի մեջ հայտնաբերել են գողոնը, սա քաղաքի Gold Coast շրջանում արդեն երկրորդ նման հարձակումն է վերջին շաբաթների ընթացքում։ Լոս Անջելեսում նորապսակ ամերիկացի տղամարդը պատմել է, որ իրեն ու կնոջը քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության աշխատակիցները խաբել են։ Զույգը ներկայացել էր կանաչ քարտի հարցազրույցի կնոջ քաղաքացի դառնալու վերջին քայլի համար, սակայն հանդիպման ընթացքում կնոջը անսպասելիորեն ձերբակալել են։ Բարբարա Մարկեսը, որը ԱՄՆ էր տեղափոխվել Բրազիլիայից 7 տարի առաջ, այս տարվա ապրիլին ամուսնացել էր Թաքեր Մեյի հետ։ Զույգը վստահ է, որ բոլոր փաստաթղթերը ճիշտ են եւ USCIS-ի աշխատակիցների կողմից հաստատվել են։ Սակայն հենց որ Մարկեսին խնդրել են դուրս գալ անձնագրի պատճենը պատրաստելու համար, ներգաղթի գործակալները կնոջը ձերբակալել են։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ Մարկեսը բաց է թողել 2019-ի դատական նիստերից մեկը, որի մասին զույգի պնդմամբ նա երբեք չի տեղեկացվել։ Ամուսինը համոզված է, որ նրանց մոլորեցրել են, նույնիսկ կնոջ եւ փաստաբանի շփումներն են սահմանափակել։ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տունը զարդարվում է 24 կարատանոց ոսկուց պատրաստված դետալներով։ Միևնույն ժամանակ կադրեր է հրապարակել իր սոցիալական ցանցի էջում, նշելով, որ օտարերկրի առաջնորդներին հիացրել է շքեղ ձևավորումը։ Այս հրապարակումը լայն քննարկում է առաջացրել, ընդդիմախոսները հակադարձում են Թրամփին, նշելով, որ դեկորացիաները իրականում ոչ թե թանկարժեք ոսկուց են, այլ էժան նյութերից, որոնք կարելի է գտնել հանրահայտ խանութներում։ Արդեն հայտնվել են տեսանյութեր, որտեղ օգտատերերը ցույց են տալիս, թե որքան նման են Սպիտակ տան չակերտավոր ոսկեզօծ դետալները էժան կահույքի տարրերին։ Սա նոր թափ է հաղորդել Թրամփի ճաշակի եւ ոճի շուրջ ծավալված քննարկումներին։ Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ-ում սուրճի գները շարունակում են աճել։ Վերջին մեկ տարում սովորական բաժակի միջին գինը հասել է $3.52 պլյուս 2.9%, իսկ Cold Brew-ն թանկացել է մինչև $5.47 պլյուս 4.6%։ Ամենաշատ աճը գրանցվել է Հարավային Կարոլինայում պլյուս 9.6%, Նևադայում պլյուս 9% եւ Ֆլորիդայում պլյուս 8.3%։ JP Morgan Chase & Co-ն առաջին անգամ ավելի շատ աշխատող ունի Թեքսասում, քան Նյու Յորքում։ Բանկի 31500 աշխատակիցներն այժմ կենտրոնացած են Դալասում ու Օսթինում, եւ սա հուշում է, որ Ամերիկայի ֆինանսական կենտրոնը աստիճանաբար տեղափոխվում է հարավ։ Թեքսասը, որն ավելի վաղ հայտնի էր նավթի ու էներգետիկ հսկաների ներկայությունով, այսօր դարձել է նաեւ ֆինանսաբանկային հզոր կենտրոն։ 519,000 աշխատատեղերով, մինչդեռ Նյու Յորքում այդ թիվը նվազել է մինչև 507,000-ի։ Նյու Յորքը դեռ կոչվում է աշխարհի ֆինանսական մայրաքաղաք, բայց թվերը ցույց են տալիս, որ դիրքերը օրեցօր թուլանում են։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ ԱՄՆ-ում արձանագրվել է լիստերիոզի վտանգավոր բռնկում, պատճառը Walmart, Trader Joe's եւ Kroger խանութներում վաճառված պատրաստի ուտեստներն են, այս պահին 15 նահանգներում ընդհանուր թվով հաստատվել է 4 մահ, իսկ 19 մարդ հոսպիտալացվել է։ Տուժածների թվում եղել է հղի կին, որը կորցրել է պտղին։
Որակման աղբյուր է համարվել Նյու Ջերսիում գործող Fresh Realm ընկերության արտադրած ուտեստները, մսագնդիկներով պաստան եւ հավով ֆետուչինին։ Թեև դրանք արդեն հանվել են վաճառքից, բայց առողջապահական մարմինները զգուշացնում են, որ որոշ տներում դրանք կարող են պահպանված լինել սառնարաններում եւ օգտագործելու դեպքում լուրջ վտանգ կհանդիսանան առողջության համար։ Մասնագետների գնահատմամբ իրական թվերը կարող են ավելի բարձր լինել, քանի որ շատ մարդիկ հիվանդությունը տանում են թեթև եւ բժշկի չեն դիմում։ Բացի այդ, նոր դեպքեր կարող են հայտ գալ հետագայում, քանի որ լիստերիոզի ախտորոշումը հաստատելու համար պահանջվում է միջինում 3-ից 4 շաբաթ։ Կալիֆոռնիայում դատարանը վճիռ է կայացրել կանաբիսի ոլորտի գործարարի օգտին, նրան տրամադրելով 1.9 միլիոն դոլար փոխհատուցում։ Գործարարը պնդում է, որ լիցենզիայի տրամադրման գործընթացում գործել են կոռուպցիոն սխեմաներ, որոնք վնաս են հասցրել իր բիզնեսին։ Դատարանի որոշմամբ քաղաքային իշխանությունը պարտավորվել է վճարել մոտ 290,000 դոլար։ Միևնույն ժամանակ գործին ներգրավված մի քանի նախկին եւ ներկայիս պաշտոնյաներ պարտավորվել են իրենց անձնական միջոցներից հատուցել մոտ 1.6 միլիոն դոլար։ Այս գործը դարձել է բացառիկ նախադեպ, քանի որ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված տեղական իշխանավորները առաջին անգամ պարտավորվել են իրենց գրպանից մեծ գումարներ վճարել։ Փորձագետները սա համարում են նախազգուշական ազդակ բոլոր պաշտոնյաների համար։ Ամերիկայի ամենաշատ սպասված ծրագրերից մեկը Green Card Lottery-ն այս տարի կրկին գրանցել է միլիոնավոր դիմումներ։ Մոտ 20 միլիոն մարդ ամբողջ աշխարհից փորձել է շահել ԱՄՆ մշտական բնակության վիզան, սակայն վերջնական հաջողություն կպատկանի միայն մի քանի տասնյակ հազարին։ Որքան մեծ է մրցակցությունը, ինչ են ցույց տալիս վերջին թվերը եւ որտեղում է Հայաստանը այս վիճակագրության մեջ։ Վերջին կրճատումներից հետո 2025-ին հասանելի կլինի մոտ 51,350 վիզա։ Սա նշանակում է, որ մրցակցությունը դարձել է առավել թեժ, իսկ դիմորդի հաջողության շանսերը նվազագույնը։ Վերջին տարիներին դիմումների թվերը անընդհատ աճում են։ Եթե 2022 թվականին հայտերի թիվը կազմել է 7.300.000, ապա արդեն 2024-ին այն հասել է ռեկորդային 22.185.000-ի։ 2025 ծրագրի շրջանակում էլ գրանցվել է մոտ 19.927.000 դիմում։ Սա հստակ ցույց է տալիս, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից իրենց ապագան կապում են ԱՄՆ-ի հետ։ Պետքարտուղարությունը ամեն տարի հայտարարում է վիզաների թվից ավելի շատ ընտրվածների մասին, որպեսզի բոլոր տեղերը լրացվեն։ 2025-ի ծրագրում ընտրվել է շուրջ 131,000 մարդ, ներառյալ հիմնական դիմորդներն ու նրանց ընտանիքի անդամները։ Սակայն հաշվի առնելով, որ վերջնական վիզաների քանակը սահմանափակված է մոտ 51,000-ով, իրական հաջողության ցուցանիշը կազմում է ընդամենը 0.26%։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր 400 դիմորդից միայն մեկն է ստանում վերջնական վիզա։ Ծրագրում գործում է նաև կարևոր կանոն՝ ոչ մի երկիր չի կարող ստանալ ընդհանուր վիզաների ավելի քան 7%-ը։ Այս սահմանափակումը կանխում է մեկ երկրի գերիշխումը մյուսների նկատմամբ։ Արդյունքում նույնիսկ այն երկրներում, որտեղ միլիոնավոր մարդիկ են դիմում, վերջնական վիզաների թիվը խիստ սահմանափակ է։ 2025-ի ընտրության ցուցակում առաջատար են աֆրիկյան եւ ասիական երկրները։ Եգիպտոսից ընտրվել է 5515 մարդ, Սուդանից 5505, Մարոկոից 4237։ Ասիայում ցուցակը գլխավորում է Իրանը 5267 ընտրվածներով, իսկ Նեպալից ընտրվել է 3861 մարդ։ Մեծ թիվ են կազմում Ռուսաստանը 5519 ընտրյալ, Կիրգիզստանը 3095, ինչպես նաև Հայաստանը 2971 մարդ։ Հայաստանի համար այս թիվը բավական նշանակալի է։ Այն կազմում է ընդհանուր ընտրության մոտ 2.3%-ը եւ Հայաստանին տարածաշրջանում առաջատարի դիրք է տալիս։ Համեմատության համար Ադրբեջանից ընտրվել է 1730 մարդ, Վրաստանից 1342։ Այսպիսով Հայաստանի դիմորդները համեմատաբար ավելի հաջողակ են եղել, թեև պետք է հիշել, ընտրվելը դեռ չի նշանակում վերջնական վիզա ստանալ։ Իրականում ընտրվածներից զգալի մասը չի էլ հասնում հարցազրույցի փուլին կամ մերժվում է փաստաթղթային խնդիրների պատճառով։ Վերջնական վիզան ստանում են միայն նրանք, ովքեր հասցնում են ամբողջությամբ անցնել գործընթացը, մինչև ֆինանսական տարվա ավարտը սեպտեմբերի 30-ը։ Սա էլ նշանակում է, որ արագությունն ու փաստաթղթերի ճշգրտությունը վճռորոշ են։ Green Card Lottery-ն շարունակում է մնալ աշխարհի ամենաբարձր մրցակցային ծրագրերից մեկը։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ դիմում են, բայց միայն տասնյակ հազարներին է հասնում վերջնական հաջողությունը։ Իսկ Հայաստանի համար վիճակագրությունը ցույց է տալիս, որ հազարավոր ընտանիքներ շարունակում են իրենց ապագան պատկերացնել ԱՄՆ-ում, հույս դնելով այս ծրագրի վրա։
Օրեգոնի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ Պորտլենդ քաղաքում ազգային գվարդիա տեղակայելու որոշման համար։ Նահանգի պաշտոնյաները պնդում են, որ այս քայլն անհիմն է, քանի որ հիմնավորվել է հանցավորության աճի չափազանցված պատճառաբանությամբ։ Նրանց խոսքով զորքերի մուտքը ոչ թե կարգուկանոն է հաստատում, այլ սրում է լարվածությունը եւ հրահրում նոր անկարգություններ։ Դատավորները մատնանշում են նաև ֆինանսական հետևանքները։ Ստեղծված իրավիճակում հարկատուները վճարում են ոչ միայն զինված ուժերի տեղակայման, այլև նրանց գործողությունների հետևանքով առաջացած վնասների վերացման համար։ Արդյունքում որոշումը ծանր բեռ է դառնում ամերիկացիների ու մասնավոր Օրեգոնի քաղաքացիների համար։ Պորտլենդի իշխանությունները համոզված են, որ Սպիտակ տունը խախտել է սահմանադրության 10-րդ փոփոխությունը, որը նահանգների ոստիկանությանը տալիս է տեղական կառավարման լիազորություն։ Բացի այդ, ըստ հայցվորների խախտվել է դաշնային օրենքը, որն սկզբանե պահանջում է նահանգապետի համաձայնությունը ազգային գվարդիան քաղաքացիական նպատակներով կիրառելու համար։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հղումով, որը կհայտնվի ձեր էկրանին։ Իդեպ երեք պատմել ենք Դիսնեյլենդի ստեղծման պատմության մասին։ Այնպես որ անցեք հղումով եւ դիտեք հետաքրքիր տեսանյութը։ Ցանկանում եմ նշել, որ մեր թիմը բարձր է գնահատում ձեր լայքերն ու աջակցությունը։ Դա իսկապես օգնում է մեր նախագծի առաջ խաղացմանը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը ժամը 5:30-ին։ Ցտեսություն։